Բարև ձեզ, դուք դիտում եք Հորիզոնի հերթական թողարկումը։ Այսօր Թբիլիսիում նախատեսված է Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների տեղակալների եռակողմ հանդիպում նվիրված տարածաշրջանային համագործակցության հեռանկարներին, այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից։ Սահմանադրության տեքստում չպետք է լինի հղում անկախության հռչակագրին, բայց որոշողը Հայաստանի ժողովուրդն է, ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը խոսել է նաև Հորադիս Երասխ երկաթուղային կապի սահմանազատման գործընթացի երրորդ ուժի կողմից ճանապարհը վերահսկելու խնդիրների մասին։ Մենք ասում ենք, որ պատրաստ ենք նույն պայմաններով, ինչ պայմաններով Իրան Իսլամական Հանրապետությունով են անցնում, նույն պայմաններով ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքով, որպեսզի ի ցույց դնենք, թե այն ընկալումը, որ մեր առաջարկած պայմանները Ադրբեջանին կարող են ընդունելի չլինել, իրականությանը չեն համապատասխանում։ Եթե նույն պայման ընդունելի է Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով անցնելու համար, ինչու պետք է ընդունելի չլինի Հայաստանի այդ հարցում դառնում նաև իրենց ձեռքին խաղակարդ ոչ մի խաղակարդ, ինչքան դա խաղակարդ է, այդտեղ որևէ այլ մեկնաբանության տեղ չկա։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում չկա մի բան, որից ենթադրվում է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, իրավազորությունը պիտի որևէ ձևով նսեմացվի, այնտեղ չկա մի բան, որ երրորդ ուժ պետքա մեր երկրի տարածքում ներկայություն ունենա եւ ներողություն, կասեմ հեսա, եւ այնտեղ հստակ փոխադարձության սկզբունքը արձանագրված։ Այս առաջինը վերահսկողությունը ըստ էության ինչի վերահսկողությունը, հասկանաք, շատ կարևոր է այդ հարցի պատասխանը ստանալ եւ որտեղ վերահսկողությունը, մենք այդ հարցին տվել ենք պատասխան եւ ասել ենք, որ դա կարող է լինել եւ մեր ընկալմամբ դա կարող է լինել մոնիտորինգի գործառույթ, որը կարող է իրականացվել Մոսկվայից կամ չգիտեմ արբանյակային կապի միջոցով, արբանյակային գործիքների միջոցով։ Էլ չեմ ասում ամենակարևորը, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը միայն 9-րդ կետ չունի։ Որևէ տեղ, որևէ բան գրած չի, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, իրավազորությունը որևէ կերպ կարող է նսել, չկա այդպիսի բան, դա բացառված է, ովքեր ասում են, որ Հայաստանը նման պարտավորություն ստացվել, ճիշտ չեն ասում ուղղակի։ Ես վերահսկողության այդ գործառույթի մասին եմ հարցնում, մեկնաբանում եք դուք մի ձև, Ադրբեջանը։ Ես չեմ մեկնաբանում մի ձև, ես ասում եմ Հայաստանի ինքնիշխանությունը, իրավազորությունը, տարածքային ամբողջականությունը որևէ կասկածի ենթակա չի եւ չի կարող լինել։ Սահմանազատման գործընթացից ինչ նորություն կա։ Գիտեք, մենք դրա հետ կապված շարունակության տրամաբանության հետ կապված նույնպես մեր առաջարկությունը գրավոր կերպով փոխանցել ենք Ադրբեջանին եւ սպասում ենք նրանց արձագանքին։ Եթե նոր սահմանադրություն ունենանք, անկախության հռչակագրում հղումը նախաբանին կպահպանվի կամ պետք է պահպանվի ըստ ձեզ թե ոչ։ Գիտեք, ես 2000, եթե թիվը խառնեմ, խնդրում եմ կներեք, դուք կստուգեք 2022 կամ 23 կամ նույնիսկ 24 թվականի անկախության հռչակագրի օրվա իմ ուղերձում ես ասել եմ, որ իմ կարծիքն այն է, որ ուսումնասիրելով անկախության հռչակագրի տեքստը, նորից ուսումնասիրելով եւ նորովի կարդալով ես ասել եմ, որ իմ կարծիքով այդ տեքստը նրա մասին է, որ Հայաստանի անկախ հանրապետություն, պետականություն չի կարող լինել, դա անհնար է։ Եթե ես սա ասում եմ, հետեւաբար ես չեմ կարող ասել, որ նոր սահմանադրության տեքստում պետք է լինի հղում անկախության հռչակագրին։ Ընդհակառակը, ես կարող եմ ասել, որ իմ կարծիքով նոր սահմանադրության տեքստում չպետք է լինի հղում անկախության հռչակագրին, բայց էլի ուզում եմ ասել, որոշողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, իհարկե փաստարկներ կողմ եւ դեմ փաստարկներ բերողը
քաղաքական ուժերն են, քաղաքական առաջնորդները։ Դիրքորոշումն է, որ այդ Այո, դա իմ քաղաքական դիրքորոշումն է։ Հիմնական խնդիրը, որ ես տեսնում եմ, հետևյալն է, որ Հայաստանի Հանրապետության իրավակարգի եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների միջև օրգանական կապի խզում ունենք մենք։ Եվ ես դա տեսնում եմ ամեն օր, եւ ես դա տեսնում եմ իմ ամենօրյա աշխատանքում, եւ ես դա տեսնում եմ մեր ընկալումներում։ Եվ ես շատ մտածել եմ այդ մասին, թե ինչն է դրա պատճառը։ Իսկ իմ կարծիքով պատճառն այն է, որ իրավակարգը, որը բխում է սահմանադրությունից, կտրված է ժողովրդից մի պարզ պատճառով։ Սահմանադրական բոլոր հանրաքվենները հանրային համոզվածության համաձայն ժողովրդի անհրաժեշտ թվով ձայներ չեն ստացել։ Այլ կերպ ասած, հանրաքվեների արդյունքները մանիպուլացվել են կամ կեղծվել են, ես ինքս էլ որպես լրագրող լուսաբանել եմ բոլոր այդ հանրաքվեները։ Ադրբեջանում նավթի գների հանկում է կանխատեսվում, փորձագետների գնահատմամբ դա կարող է չափազանց ծանր հետևանք ունենալ տնտեսության համար։ Թեման շուրջ զրուցել են գործընկերներս։ Այսօր Ադրբեջանի էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարությունները պաշտոնապես հրապարակել են իրենց կանխատեսումը նավթի գների վերաբերյալ եւ այդ կանխատեսումը, այսինքն հաշվի առնվելու պետական բյուջեն ձևավորելիս։ Եվ այդ կանխատեսման համաձայն 26 թվականին նավթի 1 բարելի գինը պետք է տատանվի $65 մոտ եւ ըստ կանխատեսման այդ նույն գինը կպահպանվի առնվազն մինչեւ 29 թվականը։ Անկախ փորձագետները համարում են այս լավատեսությունը բոլորովին անհիմն, հիշեցնելով, որ Դոնալդ Թրամփը ստանձնելով պաշտոնը խոստացել էր, որ անելու է ամեն ինչ, որպեսզի նավթի գինը չլինի ավելին, քան $50 1 բարելի համար։ Իսկ այլ անկախ փորձագետները ավելի ցածր գին են կանխատեսում։ Օրինակ Goldman Sachs փորձագիտական խմբի մեկնաբանները, վերլուծաբանները հաշվարկել են եւ եկել են եզրակացության, որ նավթի գինը կարող է ընկնել մինչեւ $40 1 բարելի համար։ Նշեմ, որ ներկայիս այս տարվա բյուջեի մեջ Ադրբեջանում նավթի գինը կանխատեսվում էր $70, մինչդեռ իրական գինը այժմ շատ ավելի ցածր է։ Brent տեսակի նավթի բարելը այժմ վաճառվում է $64, իսկ Azeri Light տեսակի նավթը $61, ինչի արդյունքում ադրբեջանական տնտեսությունը արդեն եկամուտների պակաս է նկատում։ Քանի որ այս առևտրային պատերազմները գլոբալ շարունակվում են եւ դեռ շարունակվելու են, փորձագետները կանխատեսում են, որ լինելու է ընդհանրապես միջազգային առևտրի մասշտաբների ծավալների նվազում եւ արդյունքում կլինի նաեւ նավթի եւ գազի պահանջարկի անկում եւ որպես հետևանք էներգառեսուրսների գների իջեցում։ Արդյոք Ադրբեջանը մեծ կախում ունի նավթի արտահանումից, կարծում եմ երկրի տնտեսության համար դա անհետևանք չի մնա։ Ադրբեջանի արտահանման ծավալների 80%-ը ուղղակիորեն կապված է նավթի հետ։ Կարող ենք պատկերացնել ինչ հետևանքներ կարող են լինել։ Ընդ որում հետաքրքիր է, որ նվազում է ոչ միայն նավթի միջազգային գինը, այլ նաև նավթի արդյունահանման ծավալը հենց Ադրբեջանում։ Օրինակ, վերջին 1 տարվա ընթացքում Ադրբեջանը 6%-ով նվազեցրել է նավթի եւ գազային կոնդենսատի արտահանման ծավալը։ Այսինքն արդյունահանում է նույնիսկ ավելի քիչ, քան թույլ է տվել Ադրբեջանին արդյունահանել OPEC+-ով նախատեսված կվոտան։ Եվ Gordon Tracker վերլուծական խումբը հաշվարկել է եւ դասել է Ադրբեջանին այն պետությունների խմբին, որոնք ամենաշատը կտուժեն նավթի գների անկումից։ Հաշվարկի արդյունքում պարզվել է, որ Ադրբեջանից ավելի շատ կտուժի միայն Անգոլան, այսինքն երկրորդ տեղում է լինելու Ադրբեջանը։ Ընդ որում հատկանշական է, որ նավթի գների անկման հետ զուգահեռ իջնում է նաև ադրբեջանական արտահանման նույնպես այլ մեծ ծավալ ներկայացնող, օրինակ բամբակի գինը։ Միջազգային շուկայում բամբակը նույնպես էժանանում է։ Իսկ ինչ չափի կորուստներ կարող է ունենալ ադրբեջանական տնտեսությունը։
Ադրբեջանցի ընդդիմադիր տնտեսագետ Նաթիկ Ջաֆարլին հայտարարել է, որ այս հետևանքները պետք է տագնապի պատճառ դառնան, տագնապ բառը մեջբերում եմ, եւ նա հաշվարկել է, որ եթե նավթը ընդամենը $1 էժանանա, տարվա արդյունքում Ադրբեջանը կկորցնի օրական $500,000 Եթե տարվա վերջում գինը լինի $65, Ադրբեջանը օրական կորցնելու է $2.5 միլիոն, ամսական $75 միլիոն, տարեկան $1 միլիարդ։ Եթե լինի այնպես, ինչպես Տրամփն է կանխատեսում, այսինքն $50 բարելի համար, Ադրբեջանը տարեկան կկորցնի $4 միլիարդ, այսինքն մոտավորապես այնքան, ինչքան Ադրբեջանի ռազմական բյուջեն է հիմա։ Եթե լինի այնպես, ինչպես կանխատեսում է Golden Sachs-ը, այսինքն $40 բարելի համար, Ադրբեջանը կկորցնի $6 միլիարդ տարեկան։ Այսինքն նույնիսկ Ադրբեջանի պես պետության համար դա շատ եւ շատ տպավորիչ թվեր են։ Եվ պարզ է, որ ստեղծված պայմաններում Ադրբեջանին շատ եւ շատ դժվար կլինի կատարել բյուջետային պարտավորությունները եւ դա սոցիալական բնույթի հետևանքներ իհարկե կունենա։ Արդյոք ինչ կարող է ձեռնարկել Ալիևի վարչակազմը բացասական հետևանքները մեղմելու համար եւ հետաքրքիր է թե դա ինչ ազդեցություն կունենա մեզ վրա։ Դե իշխանամետ փորձագետները հանգստացնում են հանրությանը, հիշեցնելով, որ Ադրբեջանը ունի այդ նավթային պետական հիմնադրամ, ուր կուտակվել է գրեթե $60 միլիարդ եւ որից հնարավոր է պետբյուջե տրանսֆերներ ուղարկել։ Դրանով ինչ որ չափով մեղմել սոցիալական բացասական հետևանքները։ Մեզ վրա ինչպես դա կազդի։ Մի կողմից կարող է դրական ազդեցություն ունենալ, այսինքն պարզ է, որ երբ նավթի գները անկնում են, դժվար է պատերազմներ վարել եւ քանի որ եկամուտներն են զգալիորեն նվազում։ Այսինքն կարող է սպառազինության մրցավազքից Ադրբեջանը հրաժարվել արդյունքում, բայց կարող է նաև հակառակ էֆեկտ ունենալ։ Ալիևը շատ է սիրում, երբ սովածները հրապարակ են դուրս գալիս կամ իրենց հրապարակ դուրս գալի վտանգ է առաջանում, նա շեղում է ուշադրությունը արտաքին վտանգ հորինելով։ Կարող է նման բան տեղի ունենալ նաև այս անգամ, այսինքն արտաքին թշնամու վտանգ հորինելով Հայաստանի հետ նոր ռազմական ինչ-որ էսկալացիա հրահրելով փորձել շեղել սովածների ուշադրությունը։ Շնորհակալություն Արսեն։ Դիտեք ևս երկու տեսանյութ, մենք հանդիպենք ժամ 15-ին։ Թվային վերափոխման շրջանակում Ucom-ը գործարկում է նորարարական Uplay հարթակը, վերափոխելով հեռուստատեսությունը եւ մեդիան Հայաստանում, բերելով ժամանցի նոր դարաշրջան։ Ucom-ի նոր հարթակը ստեղծվել է գլոբալ առաջատար MediaKind-ի հետ, ժամանակակից ու պարզ ինտերֆեյս։ Եթե դիտելիս մի պահ կանգ եք առել, շարունակական դիտում ֆունկցիայով տեսանյութը կարող եք շարունակել ճիշտ տեղից, անկախ սարքից։ Մեկ օգտահաշվով մինչև 5 սարք օգտվելու հնարավորությունն էլ հարմար է ամբողջ ընտանիքի համար։ Իդեպ Uplay-ը հասանելի կլինի նաև գործող բաժանորդներին։ Ucom-ի հիմնական սերվիսը դա կապապավելը չէ, այլ մեր նպատակն է մարդկանց կապել իրենց ինքնության, հավատքի, մտքի, լեզվի, պատմության հետ։ Մեր տեսլականն է Uplay-ի միջոցով ստեղծել համահայկական հարթակ, որը կմիավորի ամբողջ աշխարհի հայերին, եւ մենք հավատում ենք, որ Ucom-ը պիտի դառնա միասնական կապի միջոց ամբողջ աշխարհի հայերի համար։ Շնորհիվ նոր OTT լուծման ծառայությունից կարելի է օգտվել նույնիսկ առանց Ucom-ի ֆիքսված ինտերնետի։ Uplay-ը բերում է TV դիտումը նոր մակարդակի։ Բաժանորդներին տրամադրվում է պրեմիում դիզայնով Android Smart Box, որը ձեր հեռուստացույցը դարձնում է խելացի Netflix-ի եւ YouTube-ի ուղիղ հասանելիությամբ։ Բաժանորդը դա օգտագործելով եւ իհարկե ով կցանկանա եւս դառնա մեր բաժանորդը, դա օգտագործելով ինքը կհասկանա, որ ինչ մենք ծանոթ ենք ու գիտենք համաշխարհային մակարդակի աշխարհում կա այսպիսի հարթակներ արդեն արկա է Հայաստանում, արկա է Ucom-ում։ Ավելի քան 200 ալիք հայկական ու միջազգային ֆիլմեր։ Uplay-ը տրամադրում է թեմատիկ փաթեթներով դասակարգված հեռուստաալիքներ եւ հարուստ տեսադարան իր օգտատերերի հարմարավետության համար։
միշտ մտածում ենք ձեր մասին, դուք մեր ուշադրության կենտրոնում եք ու ամեն ինչ անում ենք միասին քայլելու ենք այս թվային փոխակերպման փորձառությունը եւ անպայման պետք է յուրահատուկ փորձից ելնելով դուք գոհ ու ուրախ լինեք ու մենք շարունակելու ենք անենք։ Uplay-ը թույլ է տալիս ընտրել նախընտրելի փաթեթներ, սահմանել տարիքային սահմանափակումներ եւ վայելել անհատականացված բովանդակություն։ Այն հասանելի է ինչպես Unity փաթեթների կազմում, այնպես էլ առանձին։ Այսպիսով Uplay-ը հարմար է յուրաքանչյուրին։ Լիպսիմե Ավակյան, Հայկ Սուքյասյան, Հորիզոն։ Արադ բանկն ու Նիդերլանդների զարգացման բանկը ընդլայնում են համագործակցությունը 25 միլիոն ԱՄՆ դոլարի նոր վարկային պայմանագրով։ FMO-ի եւ Արարատ բանկի միջև ամուր եւ հաջողված գործընկերությունը մեկնարկել է դեռ 2014 թվականից։ Այս քայլը ոչ միայն շարունակությունն է տարիներով ձևավորված վստահության, այլև կարևոր ներդրում է Հայաստանում կայուն զարգացման խթանման գործում։ Մոտ մի 40%-ը կուղղվի կանաչ վարկավորմանը եւ 60%-ը կուղղվի սոցիալական անհավասարությունները հաղթահարող ծրագրերի իրականացմանը։ Մենք շատ գոհ ենք ծրագրի արդյունքներից, հակառակ դեպքում 10 տարի շարունակ վարկային միջոցներ չէին ուղղի Արարատ բանկին։ Մենք ուսումնասիրել ենք նաև նախորդ տարիների արդյունքները, դրանք իսկապես նպատակային են ծախսվել։ Մենք նախատեսում ենք հաջորդ տարի ավելի շատ ֆինանսական միջոցներ տրամադրել Արարատ բանկին։ Ես կարծում եմ, քանի որ Հայաստանի տնտեսությունն աճում է, զարգանում է, կավելանա ֆինանսների նկատմամբ պահանջարկը եւ մենք հույս ունենք, որ կկարողանանք աջակցել Հայաստանի Հանրապետության տնտեսությանը։ Հուսով եմ, որ առաջիկայում կկարողանանք կրկին բազմաթիվ գործարքներ կնքել Արարատ բանկի հետ, քանի որ այն մեր հուսալի գործընկերներից է։ FMO-ի հետ արդեն մեր համագործակցությունը 10 տարուց ավել, ըստ էության խարսված է արդեն լավագույն ավանդույթների հիման վրա եւ ստեղ ոչ միայն ֆինանսական աջակցություն է, այլ նաեւ տեխնիկական աջակցություն, մասնագիտական առումով մեր աշխատակիցների վերապատրաստում, ավելի հարցերին ճկուն մոտենալու եւ ըստ էության մենք պատրաստում ենք ծրագրերի իրականացումը եւ վարկառուններին եւ աշխատակիցներին, որպեսզի բոլորս միասին կարողանանք հաջողել։ Մինչ օրս Արարատ բանկը ներգրավել է ավելի քան 100 միլիոն ԱՄՆ դոլար FMO-ից, ամրապնդելով իր դիրքը որպես հուսալի ֆինանսական գործընկեր Հայաստանի բիզնես միջավայրում։ Լիպսիմե Ավակյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։